Բացվում է ապստամբությունը ինչից 481 թվականին արդեն լավ իմանալով, որ համապատասխան ազդանշան կա հարևան Վրաստանից, այնտեղ տեղի Վախթանգ Գորգասալ արքան կատարում է հետարքիր մի քայլ, անհնազանդություն է ցուցաբերում պարսկական արքունիքի առաջ, իսկ դա դրսևորվում է ինչպես։ Նա սպանում է Գուգարքի բդեշխ Վազգենին, ով հավատուրաց էր եղել, հրաժարվել էր քրիստոնեությունից, ընդունել էր զրադաշտականություն եւ փորձել էր պարտադրել իր տիկնոջը Շուշանիկին եւս ընդունել զրադաշտականություն, բայց Շուշանիկը, որ Վարդա Մամիկոնյանի հայոց սպարապետի դուստրն էր, հրաժարվում է դրանից եւ նահատակվում է հենց իր ամուսնու ձեռքով։ Ահա այսպիսի անձնավորություն էր Գուգարքի բդեշխը, իսկ վրաց թագավորությունը այդ ժամանակ գտնվում էր Գուգարքի բդեշխի ենթակայության տակ։ Եվ երբ փաստորեն Գուգարքի բդեշխին սպանում է վրաց թագավորը, ստացվում է, որ նա դուրս է գալիս Սասանյան Պարսկաստանի պետական համակարգի դեմ, եւ դա հենց ապստամբության որպես կարևոր ազդանշան է հանդիսանում նաեւ հայ նախարարական համակարգի համար։ Նախագծի գլխավոր գործընկերն է Կոնվերս բանկը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։